դեր հայր անդրադառնանք մի շատ կարևոր հարցի, թվայնացում։ Հիմա գուցե շատերին թվա թե այս ինչ թեմա ենք, հա, ինչի ենք անդրադառնում, բայց ես նախ ներկայացնեմ ինչն է խնդիրը։ Փաշինյանը հայտարարեց, թե թվայնացումը այս իշխանության համար շատ կարևոր գործընթաց է եւ հայտարարեց, որ իրենք հեղափոխություն են պատրաստվում, հեղափոխական փոփոխություններ են պատրաստվում իրականացնել թվայնացմամբ բոլոր ոլորտներում։ Դեռ 2025 թվականի վերջին նոյեմբեր ամսին էր մի աշխատաժողովի ժամանակ անվանվում է թվային երկխոսություն Էստոնիա-Հայաստան։ Այստեղ նա խոսում էր այն մասին, որ կառավարությունը շատ վաղուց ունի այդ ռազմավարությունը, մենք շատ արագ պետք է անցնենք դրան, բայց նաև անհանգստություն էր արտահայտում, որ Հայաստանում դա ի տարբերություն Էստոնիայի ուշանում է, եւ դա համարում էր, որ մեր ժողովրդի չիմացության պատճառով է, որ գործընթացը դանդաղում է, եւ հայտարարեց, որ Հայաստանը կվերցնի Էստոնիայի փորձը եւ այս հարցում առաջ կգնանք արդեն 2026 թվականի ընթացքում։ Տեր այր, ես գիտեմ, որ տեղյակ եմ, որ դուք մեծ վտանգ եք տեսնում այս գործընթացի հետ եւ ինձ համար շատ կարեւոր է հիմա լսել ձեր խոսքը, որն է այս հարցում ձեր մտավախությունը, խնդրում եմ իրազեկեք մեր ժողովրդին իրականում ինչի հետ մենք գործ ունենք, խնդրեմ։ Նախ ինքը ճիշտ ասե, որ իրանց կառավարության համար դա օրախնդիր է, որովհետեւ եթե ինքը դա չի անում, ինքը շատ արագ դժոխք է գնում։ Հիմա թվայնացումը առհասարակ, տեսեք, օրինակի համար հեռախոսները թվայնացրեցին, սկսեցին լսել մարդկանց։ Հեռուստացույցը թվայնացրեցին, արդեն գիտեն ով ինչ ալիք է նայում, այսպես ասեմ։ Հիմա մարդկանց են թվայնացնում եւ դրանն են ուզում թվայնացնեն, որպեսզի կատարել վերահսկողություն հաստատեն մարդու վրա։ Սա դիվական, սատանայական մի ծրագիր է եւ ասում է պիտի հայտարարեք, չէ, այսինքն թոշակառումը պիտի հայտարարի թե ինչքան թոշակ ստացավ, որպեսզի իր թոշակից 10 դրամ ավել ծախսելուց գնան ասեն 10 դրամը քեզ որտեղից։ Սկսենք տեղից։ Այսինքն իրանք տոտալ վերահսկողության արդյունքում, երբ որ իրան հաջողվի այդ ամբողջական թվայնացումը անել, ես կգամ շուտով սուրբ գրքից կխոսեմ, ուրեմն օրենք կհանի հոմոֆոբիա, եսիմ եւ այլն, ադրբեջանցիներին, որը խոստում ունի, պիտի բերի Հայաստան, եթե մեկը խոսի, ձերը թուղթ փող չկա, հաշիվդ կսարասնի, դու գանք կդնի, ասի դու հոմոֆոբ ես։ Դու ազգային ատելություն ես քարոզում։ Ու մի անգամ կտու գանի, երկրորդ անգամ կտու գանի, երրորդ անգամ էլ կտանի, բանտ էլ ոչ մեկ չի կարող ոչի բան անել։ Այսինքն ինքը իրան խոստացել են Հայաստանը կառավարող ուժերը, իրան խոստացել են, ասել են եթե դու դա անես կմնաս իշխանության։ Ես գրեթե վստահ եմ, կամ ըստ օդում կախված լուրերի, ինչպես հրեշներ ասում ժամանակին։ Ուրեմն դրա համար ինքը շատ արագ տեմպերով ուզում է թվայնացնել։ Այսինքն նայ վերահսկողություն առ Աստված Աստծունն է։ Աստված գիտի ով, ինչ, ոնց, ինչ հոգեվիճակում է եւ այլն։ Եվ սատանան է ուզում հիմա այդ վերահսկողությունը հաստատի։ Տաթևացին, սուրբ գրքով Տաթևացին ասում է սատանան կապիկի նման, տեսնում է Աստված ինչ անում, ինքն էլ երկրի վրա կապկպում է, սաղել է, ասիկը նմանակում է։ Ես գամ սուրբ գրքից մի քանի բաներ խոսեմ, էլի։ Օրինակի համար տեսեք Մատթեոս 24-րդ գլուխ։ Երբ Հիսուսին ասում են, որտեղ սա աշխարհի վերջին նշանների մասին է խոսում, էլի։ Հիսուսին երբ ասում են աշխարհի վախճանի ճանապարհին ինչ կլինի, ասում է ազգ ազգի դեմ կելնի, թագավորություն թագավորության, կլինի մահ տարաժամեր, շատերը կգան իմ անունով կասեն ես եմ, անօրենությունը կշատանա, շատերի սերը կցամաքի եւ կլինի սարսափելի սրբապղծություն, համաճարակներ կլինեն։ Պատկերացնում եք, հիմա մենք անդրադառնանք մեր ժամանակներին, համաճարակ էլի է լինել, ու դեպ ասեմ իմանանք, եւ այդ համաճարակով պիտի կարողան խեղդել ժողովրդին։ Ուրեմն ազգ ազգի դեմ այսօր դուրս է եկել։ Մենք տեսնում ենք հենց Ռուսաստան-Ուկրաինա շատ եմ ասել էլի այդ թեմայով, Ռուսաստան-Ուկրաինա բախում նույն ազգի մարդիկ են, մեր արցախցիների դեմ հանեցին, փաստացի։
Մենք բանը ուրեմն երկու Կորեաները, Չինաստանը, Թայվանը, բանը Իսրայելը եւ արաբական ժողովուրդները նույն հոր Աբրահամի զավակներն են։ Այսինքն որ sense կանանց ցանկը շարունակենք։ Այսինքն ազգազգիտեմ դուրս է եկել։ Թակավորության արդեն մենք տեսնում ենք, որ աշխարհը գլոբալ մեծ պատերազմի է պատրաստում, որ հայտնության գրքից ցղում կանեմ հետ։ Շատ քրիստոսներ եկել են, ասում են ես եմ, ուզում ես Քրիստոսին տեսնես, արի մեր մոտ։ Աղանդավորներն են, մենք տեսնում ենք, սա այսօր դրանք են իշխում, էլի։ Դա սատանիկ են, էլի։ Այսինքն բազում քրիստոսներ եկել են, անօնությունը շատացել է, մարդկանց սրտում սեր չկա արդեն։ Տեսնում ես մի փոքրից խալ մարդու կյանքը արժենում, էլի։ Այսինքն մարդկանց սրտից արդեն սերը ցամաքել է։ Հետո համաճարակը կա դեռ էլի կլինի։ Ճիշտ է։ Եվ ասմակալներն տեղ երկրաշարժեր եւ այլն։ Ամեն օր մենք տեսնում ենք մեծ երկրաշարժերի մասին, ուրեմն լուրեր այստեղ եղավ, այնտեղ եղավ եւ այլն։ Այսինքն այդ ամեն ինչը մենք Մատթեոսի ավետարանից արդեն Քրիստոսի խոսքերով տեսանք։ Հիմա գալիս ենք հայտնության գիրք մի քանի ուղղակի ամբողջական, որ ասեմ, մի քիչ երկար կտևի։ Օրինակի համար ասում եմ, ես տեսա Հովհաննեսն ասում, ծովից մի կարմիր գազան դուրս եկավ, նա վիրավոր էր, բայց չէր մեռել, եւ նրա վերքը հանկարծակի ապակինվեց, բոլորը զարմացան։ Հիմա մեր դիտողներին ասեմ, Սովետ միությունը վերականգնում է, կամաց, հիշեք սա, այդ կարմիր գազանը գլուխ է բարձրացել արդեն, եթե տեսնում ենք անգամ բանը ինտերնետում բանում սովետական այն բարի ժամանակների ռեկլամներ են անում Սովետում էսպես է, Սովետում այնպես էր եւ այս Բելարուս եւ Ռուսաստան այդ միութենական պայմանագիրը կա, շուտով Ուկրաինան արդեն կլինի Ռուսաստանի ու տենց քիչ դա կլինի անշուշտ հեշտ չի լինի, բայց հանկարծակի մի օր դա կլինի միանշանակ։ Այսինքն ազգազգիտեմ դուրս է եկել թակավորության գլոբալ պատերազմը արդեն քիչ պատրաստվում է։ Ուրեմն ասում եմ ծովից տեսա մի վիշապ դուրս եկավ։ Չինաստանի խորհրդանիշը ի՞նչ է։ Վիշապը չի։ Բայց այն ժամը մինչև այս վերջերը Չինաստանը ինչ էր։ Մենք դպրոցում ասում ենք, որ Չինաստանը զարգացող երկիր է, բայց այսօր իր ազդեցության գոտին համարյա աշխարհի ամեն կետում կա։ Այսինքն այդ Չինաստանն էլ է որպես վիշապ արդեն դուրս է եկել։ Եվ հետո խոսում է մեծ Բաբելոնի մասին։ Ես շատ կուզեմ մեր հասարակությունը իսկապես ուշադրություն դարձնի Սուրբ Գրանած խոսքերին, որ հիմա պիտի գամ հասնեմ այդ թվայնացման սարսափելի process-ներին, որովհետև մեծահարուստներն էլ են բոմժեր դառնալու, եթե սա հասցրես թվայնացնել։ Բայց դրա մասին քիչ հետո կասեմ։ Ուրեմն տեսեք, մեծ Բաբելոնը Ամերիկան է։ Աշխարհի բոլոր լեզուներից, ցեղերից, ազգերից, ժողովուրդներից մարդ կա, բոլորը մի լեզվով են խոսում, անգլերեն։ Եվ Բաբելոնի աշտարակը Եվրամիությունն է։ Շենքը տեսնում եք, մի առիթով ասել եմ, այն բորելից առաջ մեկը կար, հարցրեցին, ասեցին ոնց որ Բաբելոնի աշտարակը լինի, ասում են, ինչ եք զարմանում։ Այսինքն իրանք անգամ դա էլ չեն թաքցնում։ Սարսափելի սրբապղծությունը Հիսուսի ասած կա, սեռափոխություններն են։ Չէ, այսօր դրանից մարդ Սոդոմ կարող մտածենք Սոդոմ Գոմորա տեսել ազգը, էլ ինչ պիտի տեսնա, չէ, բայց արի ու տես, այս սեռափոխություններն են, միասեռականներին գրանցելը եւ այլն մարդու կնգա մեջ բանը 64 թե 67 սեռ են հաշվել, պատկերացրին շիզոֆրենիկ են դրանք էլ։ Հիմա սրանք են իշխում Հայաստանը, լիբերալ ֆաշիստներն են, նրա համար ենք այդ օրին։ Հետո 13-րդ գլխում ասում է եւ դրոշ կդնի նրա աջ ձեռքին եւ ճակատին եւ առանց դրա չեն կարող առնել ու վաճառել։ Սա վրա պիտի կանգնենք, որովհետեւ այդ կենսաչափական անձնագրերը, սրանք հələ ոչինչ։ Այս նորերը, որ հրեշն ասում է, երբ որ այդ անձնագրերը վերցնեք արդեն եւ թվային պիտի լինի, էլ պետք չկա ասում է, որ բան անեն, ձեզ կանգնացնեն։ Ուրեմն ուշադիր թող մեր հասարակությունը լսի։ Նախ որ գնում եք 10 մատնի մատնահետք են վերցնում։ Դուք պոտենցիալ հանցագործ եք արդեն։
Սա մեկ։ Եվ երկրորդը, այդ ինձ հասած լուրերը կամ ըստ օդում կախված լուրերի նոր ապարատ են դնելու, որ դրոշմա դնելու արդեն։ Եվ այդ դրոշմով են, այսինքն երբ որ դու դառնում ես աշխարհի քաղաքացի, արդեն քո տվյալները աշխարհում ամենտեղ կա։ Ու այդ դրոշմով քեզ ճանաչելու են։ Հետևաբար հորդորում եմ հեռու մնացեք այդ process-ից, որովհետև սա սատանի ճուտ է, սա ինչ օրենք ընդունում է, ազգը պիտի դեմ գնա, որովհետև ազգին դեմ է, ինքը ինչքան օրենք ընդունելա, լրի մեր ազգային արժեքներին դեմ է։ Եվ սրանից շատ զգուշ եղեք, չվերցնեք, չգնաք, չվերցնեք, մերժեք, եթե վերցրակ, դառնալու եք սատանայի գերին։ Ասեմ իմանաք։ Եվ հաջորդ փուլը ինչն է արդեն։ Ուրեմն պիտի գումարը թվայնած բան անի։ Թուղթ փողը պիտի դուրս գա։ Թուղթ փողը երբ որ դուրս գա, այս թիվ է լինում արդեն։ Այստեղ թող մեր մեծահարուստները ուշադիր լինեն։ Թուղթ փողը որ դուրս եկավ արդեն, թիվ եղավ քո հաշվի համարիտ վրա։ Ոնց որ հրյա ռավիններից մեկն էր ասում, որ գոյերի ձեռը շատ փող կա, պիտի փողը թվայնացնենք, որպեսզի իրանց աղքատացնենք, այդ փողը իրանից վերցնենք։ Այ էդի որ եղավ, հարգաժան հարուստներ, ձեզ էլ է բոմբ սարքելու այդ հրեշ։ Ինքը բոմբ է, բայց ձեզ էլ է սարքելու բոմբ։ Ասի իմանաք, որովհետև մի ստից, մի պատճառով կարա ձեր գումարը սառացնեն, ամբողջ դու ոչ հարևանդ էլ չես գնա ասես 1000, չես կարող ասես 1000 դրամ դու գնամ հաց անու, դե հարևանդ էլ պիտի քո հաշվի համարին այդ գումարը փոխանցի, որ դու էլ կարաս գնալ մի հատ։ Էդ էլ չես կարող անես։ Ոնց որ Սուրբ Գիրքն է ասում, որ առանց դրա չեն կարող գնել եւ վաճառել։ Ուրեմն ուշադիր եղեք, այդ օրենքները հակամարտկային, անաստվածային, հակաաստվածային, հակաբնական, մի խոսքով ամենայն մաքուր օրենքների դեմ օրենքա, որ ինքը հիմա փորձում է ընդունի։ Եվ նաեւ 18-րդ գլխում է կարծեմ, որ ասում է եւ Եփրատ պիտի ցամաքի։ Մենք շատ ենք լսում, որ Եփրատ սկսել է ցամաքելը։ Սա Արմագեդոնից առաջ պիտի լինի եւ Եփրատ իսկապես սկսել է արդեն ցամաքելը։ Հետևաբար մենք ուշադրություն պիտի դարձնենք սրա այդ թվայնացման process-ին, թե ինքը ինչի ասենց արագ ուզում թվայնացնել, ինչի համար է քարտերը տալիս ստատիկներին, ասում է գնա անկանխիկ առևտուր արա, քեզ փողը կտանք, հետ կտանք, ամեն ինչ կանենք, մենակ թե բան անես։ Մենակ թե գնաս ու բանը գայթակղում է, հասկանում եք, ինչպես որ սատանան Հիսուսին փորձեց գայթակղի, ասեց ինձ երկրպագես հարստությունը, թակավորությունը քեզ կտամ, Հիսուս ասեց ետևս գնա չար սատան։ Հիմա մենք բոլորը սրա արածներին պիտի ասենք ետևս գնա չար սատան, ավելին մեր պայքարով պիտի թույլ չտանք, որ ինքը այս սահմանները անցնի, ձերի մեծահարուստներ, ձեր աղքատացնի, սիրելի հասարակ մարդիկ մեզպես հասարակություն ձեզ էլ ոչնչացնի, որովհետև իր վերջնանպատակը Հայաստանի ավարտումն է, եթե Հայաստան լինի դատելու է։ Ինքը Հայաստանի դեմ է աշխատում, թեպետ իր վախճանը տեսել է։ Պիտի ասեմ, որ չեմ էլ ափսոսում, որ ինքը այդ ձևով պիտի գնա դժոխք։ Պարզապես մենք պիտի աչալուր լինենք ու չտրվենք սատանայի գայթակղությանը, ասեն ար քեզ քարտ ենք տալիս իր թոշակալու 1000 դրամ ենք գնա առևտուր արա, ես 200 դրամը կամ 20 դրամը քեզ հետ կտամ։ Թոշակալուն էլ գնա անի, ասի դե 20 դրամ օգուտն չհասկանալով, որ ինքը թակարդի մեջ է անկում։ Այն մի լավ խոսք կա, չի, ասում ծրի պաները թակարդի մեջ անում, էլի։ Հիմա մեկը չհարցնի ինչի համար է սա անում։ Եվ հետաքրքիր է խորհրդարան ունենք, ոչ մեկը չի խոսում։ Կարծես թե բոլորն էլ նույն դպրոցի սաները լինեն։ Հիմա ընտրություններ է, չգիտեմ դրանք ինչ են ասելու, որտեղ այս 5 տարվա մեջ իրանք ոչինչ չարեցին, բացի դատարկախոսելուց։ Վերադառնանք ընտրությանը, Մինչև այդ Տեր-հայր, կներեք, փաստորեն հիմա մենք մեր ժողովրդին ինչ ենք կոչ անում ձեր օգնությամբ, որ թվայնացման գործընթացին չտրվել, չհավատալ, հա, այսինքն ինչ անել, օրինակ այդ անձնագրերի պահով, ինչ անի մեր ժողովուրդը։ Ինչպես չընդունել, մերժել, պայքարել, որովհետև այդ ամեն ինչը նորից եմ ասում, սա ես ձեզ ասեմ, սրա վերջնանպատակը ինչն է։ Երբ որ արդեն թուղթ փողը ինքը հանեց, կարողացավ հանել,
Արդեն ամբողջը բանկային բանկ օրինակի համար լսեք ինձ մի բանկիր ինչա ասում։ Ասում է Տեր Արոն, բանկում փող չպահես։ Ասես ես փողը չունեմ որ պահեմ։ Բայց ինչի համար։ Ասես բանկի փողը բանկինն է։ Թեկուզ կանոնն է գազ, բայց բանկի փողն է։ Մի ստից բանով կարան սիրուն սարացնեն։ Դու չես կարող այդ փողը վերցնես հետո։ Հիմա սա թվայնացնումը հենց խոսեցի սարելու է հաշիվը։ Հələ դու գանելու է։ Այսինքն թվայնացումը նայ Արմենե ջան, մենակ այդ թվայնացումը դառնում է գործիք մարդկանց իրեն ենթարկելու, կամակատար սարքելու, խամաճիկ սարքելու։ Հա, բայց հələ նայ, մենք տեսնում ենք, որ կիբեր հանցագործությունները շատանում են։ Ասենք մի հակեր կարող է մտնել ու ամեն ինչ դատարկի։ Հիշում ես երեխաների, բաների դպրոցի Երկերի մեջ QR կոդեր կար, ուսուցիչը ասել է QR կոդով նայեք հավելյալ ինֆորմացիա կարդաք, մտել են, տեսել են, բանը Թուրքիայի դրոշն է։ Վաղը կարող է տեսնես դու արդեն Թուրքիայի քաղաքացի ես։ Թվայնացումը աշխարհի քաղաքացիացում է տանում, աշխարհի քաղաքացի ես դառնում, ոչ թե Աստծո։ Պողոս Արաքյալը ասում է, ես երկնաքաղաքացի եմ։ Իսկ սրանք երկնքից իջնում են, ասում երկնքի հետ գործ չունես։ Դու աշխարհի քաղաքացի ես։ Եվ սիրելի հայրենակիցներ, գնացեք այդ կապույտ անձնագրերը վերցրեք։ Սա այդ նոր ID քարտերը որ բերում է, ասին նույնականացումը ինչ է, դու եւ այս քարտը նույնն եք։ Ոչ մի տարբերություն չկա։ Եթե անձնագիրը տա կորում, գնում ես նոր անձնագիր ես վերցնում։ Անձնագրի համարը փոխված արեն, որտեղ այդ համարը անձնագրի համարն է, քոնը չի։ Իսկ ID քարտի համարը քո համարն է։ Համարակալում են քեզ, որպեսզի չիպավորեն։ Իսկ ավելին ասեմ, կարող է շատերի համար ցենց ծիծաղելի թվա, էլի, բայց սա որ ասեց, բանը նոր տեխնոլոգիաներով պիտի այդ ID քարտերը, կենսաչափական քարտերն այլևս դա երկրից դուրս գալու համար պետք չի լինի, դա արդեն վերջն է, դա նշանակում արդեն դու դառնում ես աշխարհի քաղաքացի, թվային մարդ, այդ փաստաթուղթ պետք չի, դու ամբողջ տվյալները բոլոր բազաներում կա մեկ, եւ երկրորդը արդեն ավարտում ես որպես մարդ լինելուց։ Միտեղ էլ մի փոքրիկ բան այնպես չանես հաշիվները կսարացնեն, այնպես որ սա մարդու դեմ է, սա Աստծո դեմ գործողություն է, ես սրանց սпасելի է, եթե Աստծո տան վրա հարձակվել է, այս ինչա որ չանի։ Բայց ես վստահ եմ, ասենք օդում կախված լուրերով, ինձ լուր ասել, որ սա իրան խոստացել են, որ դա դու անես կմնաս իշխանության, այդ արտաքին ուժերը։ Ուրեմն մենք պիտի մերժենք, տեսեք, հիմա բաներ եմ ասելու, որ շատերի սրտով չի լինելու։ Համարակալումը սկսվեց երկրորդ նախագահի ժամանակ, երբ որ բերեցին սոցիալական քարտերը դրեցին։ Մենք այն ժամանակվանից ենք մերժել դա։ Երեխաս նոր էր ծնվել 2006 թվականին մենք չստացանք այդ գումարը զուտ նրա համար որ պիտի այդ քարտը բարդատիրը պիտի վերցնեին։ Սա բանը այս մեկը սրանից առաջ բանը մնացրեց բանը կենսաչափական քարտերը եւ նույնականացման քարտերը։ Սա այս երկուսի արածը ընդհանրապես գործողության է վերածում արդեն։ Հիշենք նախկիներից մեկ որ ասում է սա Համզա Չիմանից պիտի գա ցախավելը հեծնած, չէ, կկնքի քաղաքացիական պայմանագիրը կդնի բուրգի գագաթը։ Իսկ բուրգը այդ ում բուրգն է մենք բոլորս գիտենք։ Ինչ գագաթա դնում։ Դա նշանակում է սարքել են բոլորն էլ այդ ճանապարհը։ Նույնը մեղրին էր, մեղրին տալիս են, սրանք չկարացին, սա եկավ տվեց։ Եվ ոչ միայն մեղրին, սա որ անցավ, ասինքն սա բավական լուրջ բան է։ Մեր հանրությունը ու գնահատության պիտի հասկանա ում է գնում այն տա, ում է գնում ընտրելու։ Այսպես ասեմ։ Հիմա ոչ մեկը չի սիրում ճշմարտությունը։ Գիտես որ ճշմարտությունը խոսում է, սատանան կատաղում է, հեսա փրփրելու են, ազատների զանգելու են եւ այլն, խես չգիտեմ, բայց թող լավ իմանա, որ սա նույն գործն է, կարող է չեն իմացել։ Բայց արել են։ Ամեն դեպքում մանկիտության մեղքն էլ մեղք է։
Եվ կրում ամենը կրում այ համապատասխան Ես վստահ պատասխանատու։ եմ, որ այդ խորությամբ ինչ որ դուք եք հիմա ասում հոգևոր նաև տեսանկյունով, վստահ եմ չեն էլ իմացել։ Ասենք Եվրամիությունների, տարբեր եվրոպական կառույցների այսպես պահանջն է եղել, արվել է, դե մտածել են մենք Եվրամիության անդամ, ԵԽԽՎ անդամ ենք եւ այլն, այսինքն Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորում եւ այլն, կարևորվել է դա։ Իմ մոտ կա այն համոզմունքը, որ շատ շատերը նաև նախկին իշխանությունների, հա, իսկապես չեն էլ տեղյակ եղել նման բաներին։ Հիմա էլ մեր ժողովուրդը, Տեր հայր, բացարձակապես տեղյակ չէ թվայնացում ասվածի այս վտանգների մասին։ Շնորհակալ եմ, որ դուք հիմա այսպես բարձրաձայնում եւ մանրակրկիտ իրազեկում եք։ Եթե կա այս թեմայի հետ կապված, եթե ոչ անցնենք ընտրություններին, որտեվ հարց ունեմ ձեզ տալու այստեղ։ Ես հիմա հորդորում եմ մեր հասարակությանը այդ կապույտ քաղաքական բանը հանձնարարները գնացեք վերցրեք 10 տարի ձգեք մինչև կհասկանանք ինչ այս հույս ունենա որ առաջիկայում հրեշարթին դժոխքում կլինի գնացեք ու դրա բերած այդ նոր ID քարտերը բանը որ այս հայտարարեց մերժեք գնացեք թուղթ փողով արեպտուր արեք անկախիկ մի արեք սատանայի ջրաղացին ջուր մի լսեք գնացեք ձեր համել դուք կիմանաք ձեր գրպանում ինչքան փող կա ու քարտից եթե անգամի 20-30 դրամ էլ 100 դրամ էլ պակաս դուք չեք իմա դուք ձեր քարտով արեպտուր մի արեք եթե դուք անում եք այս սատանայի եւ առհասարակ Աստծո թշնամի մարդկության թշնամի սատանայի ջրաղացին ջուր եք լսում այդքան բան հորդորած լսեք սիրելի ժողովուրդ ու անպայման գնացեք այդ անձնագրերը վերցրեք հրեշի մուրազը փորում թողեք